խաղի ընթացքում բախում ունեցա մրցակցի ֆուտբոլիստի հետ, դեմքիս հարված ստացա, ընկա գետնին, արդեն խաղը կանգնացրեցին էլի։ Բժիշկները մտան դաշտ, ասեցին, որ քիթս կոտրվել է, ուժեղ արյուն էր գալիս, ասեցին կարող է շարունակել, դե արդեն ասեցի հա էլի կարող եմ։ Ցավ կար, բայց հետո արդեն որ տաքացած էի, արդեն մոռացա ցավի մասին, կարողացա շարունակել էլի։ Մտածեցի, որ հերթական դժվարություն է, որը կարելի է հաղթահարել, թիմի մասին մտածելով, խաղի կարևորության մասին մտածելով, կարողացա շարունակել խաղը։ Հաղթանակից հետո հասկացա, որ դաշտի մեջ մնալու ցանկությունը, թիմի կողքին մնալու ցանկությունը հաղթեց վնասվածքից ցավին։ Խաղի վերջի հատվածն էր արդեն, պայքար եղավ Տուգանայինի մոտ ու ես առաջացա, որպեսզի գնդակը վերցնեմ ու բախում տեղի ունեցավ, սկզբից իմ խաղացողի հետ, հետո արդեն Փյունիկի խաղացողի հետ խաղակոշիկներով կանգնեց իմ դեմքին ու բախումից հետո արդեն ստացա վնասվածքը։ Բայց մրցավարը շատ արագ խաղը կանգնեցրեց ու արդեն բժիշկները մտան դաշտ, ասեցին, որ պետք է փոխարինվեն, բայց փոխարինության հնարավորություն էլ չունեինք, դրա համար պետք է շարունակեի խաղը ու ընդհանուր բժիշկների աշխատանքից շատ գոհ եմ, քանի որ օգնեցին ինձ հնարավորին չափ վիրակապել ու վիրակապով շարունակեցի արդեն խաղը։ Մոտիվացիաս միմիայն հաղթանակներ ու թիմին օգնելը բոլոր դրվագներում, այդ արդեն կապ չունի վնասվածք եմ ստացել, թե առանց վնասվածք եմ խաղում, իմ տրամադրվածությունը միշտ նույնն է։ Յուրաքանչյուր հաղթանակի հիմքում ընկած է անձնազոհությունը, նվիրվածությունը, պատասխանատվության զգացումը, կարգապահությունը, կամքի ուժի դրսևորումը, ինչը դաշտում ցույց տվեցին մեր բոլոր ֆուտբոլիստներն անխտիր։ Մեր արդեն 6-րդ րոպեին վնասվածք ստանալուց հետո քթի լուրջ հարված ունեցավ, հիմա էլ վիրահատության կարիք ունի։ Վնասվածք ստանալուց հետո չելավ դաշտից, մնաց մինչև խաղի ավարտը ու ոչ միայն մնաց խաղի ավարտը, այլ նաև չզիջեց ոչ մի մենապայքար ու պայքար, նույնը տեղի ունեցավ Արմանի հետ, էլի դեմքին շատ լուրջ հարվածից հետո Արմանը էլի մնաց թիմի կողքին, մնաց մինչև խաղի վերջ, խաղաց բոլոր էպիզոդները, բոլոր դրվագները մինչև վերջ։ Սա մեր բոլոր տղաների հաղթանակն է։